Այդ օրով տրվելու են գործողությունների մեկնարկ։ Դիվերսիա է եկեղեցու դեմ։ Արարունահեղությունը լինի, բախում լինի։ Հայտնաբերեցի սարսափով, որ ինքը լրիվ մտել է Նիկոլ Փաշինյանի կերպարի մեջ։ Սկզբունքորեն երկու բան ճիշտ չենք անում։ Միանշանակ ձեզ ասում եմ, որ 25%-ով այս ռեֆորմի պատճառով բանակը կրճատվելու է։ Թունավոր քաղցրավենիք է, որը նա վաճառում է մեր ժողովրդի վրա։ Այբ որ երկրում կգտնվեն մոտավորապես 500 գործիչներ, որոնք գիտակցված կալանքից չեն վախենա, իշխանության ռեսուրսը ռեպրեսիա անելու կվերջանա։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Կարճ ժամանակ է անցել մեր նախորդ հանդիպումից, բայց իրադարձությունները բավական բուռն են Հայաստանում, այնպես որ մի շարք թեմաներ կան քննարկելու։ Պարոն Սուրենյանց, այս կիրակին տպավորություն է, թե խիստ ճակատագրական է ընկալվում։ Արդեն կարգալույց եկեղեցականը, նախկին եկեղեցականը պատարագ է հրավիրում կիրակի օրը, դրան որոշել է մասնակցել Նիկոլ Փաշինյանը։ Երկուսի արարքն էլ քրեորեն պատժելի է, եւ ոստիկանությունը պարտավոր է կանխել այդ ամենը եւ պատժել մեղավորներին։ Բայց հասկանալի է, որ սա քաղաքական արշավ է եւ հետեւաբար ոստիկանությունը չի անելու այն, ինչը որ պարտավոր է անել։ Դուք ասում եք, որ իշխանությունը անցել է հակաեկեղեցական ռազմավարության ճակատային հարձակման փուլին։ Հիմա այս փուլում ինչ պիտի անեն մյուս դերակատարները։ Ինչ պիտի անի ընդդիմությունը, ինչ պիտի անեն հասարակական հանրային գործիչները եւ ընդհանրապես ինչ պիտի անի իրեն առաքելական եկեղեցու հետևորդ համարով յուրաքանչյուր հայ։ Տեսեք, այստեղ հարցը մի քանի շերտ ունի։ Առաջինը ես ուզում եմ հիշեցնել, որ երևի քաղաքական գործիչներից ամենայն դեպս առաջինը ես եմ դրա մասին բարձրաձայնել, որ կանխատեսում ունեի, ցավոք սրտի դառնում է իրականություն, որ վարշապատի թիմ ընտրությունները մեկտեղվելու են եկեղեցու դեմ արշավի վերջին արարի հետ։ Ցավոք սրտի այդ համընկնում տեղ ունեցավ, դա պատահական համընկնում չէր, որովհետև իշխանությունը ինչքան էլ ամենազոր լինի, ինքն էլ ռեսուրսների սակավություն ունի եւ փորձում է ռեսուրսների կոնսոլիդացիայով միանգամից երկու նապաստակ կրակել։ Ինչ վերաբերում է Հովանավանքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, ոստիկանությունը բնականաբար չի կանխի, ավելին ասեմ, երեք այն խուժանի շարքերում, որը մնացել է Նիկոլ Փաշինյանի թերևս միակ մատերիալը եկեղեցու դեմ պայքարելու, մարդկային մատերիալների նկատի ունեմ, բազմաթիվ ծպտյալ ոստիկաններ են եղել, կամաց դրանց բացահայտում են մարդիկ, մամուլը եւ այլն։ Իսկ քաղաքացիական հագուստով եղել են ոստիկաններ։ Հույս ունենալ, որ ոստիկանությունը ինչ-որ հակառակ է գնալու Փաշինյանին եւ կանգնելու է օրենքի պաշտպանության դիրքերում ու եկեղեցական կյանքի վերականգնման ուղղությամբ քայլեր անելու, դա առնվազն կլինի միամտություն, որովհետև Հայաստանի ոստիկանությունը վերածվել է բռնության գործիքի, ընդ որում մեկ մարդու կմահաճությունները բավարարող գործիքի։ Իսկ այդ մեկ մարդը, ինչպես գիտեք, որոշել է գնալ եկեղեցի այդ օրը, մասնակցել պատարագի, որը պատարագ որևէ կերպով ես կհրաժարվեմ անվանել, որովհետև դա կանոնիկ կարգին եկեղեցու դեմ է, աշխարհիկ մարդը իրավունք չունի որևէ կրոնական ծես կատարել։ Հիշում եք Փաշինյանի հռչակած հոգևոր հավաքը։ Դա իր բառերով եմ ասում, որ խոստանում էր հոգևոր հավաք անի, որպեսզի, ինչպես ինքն էր արտահայտվում, վեհին վեհարանից դուրս տնի։ Հիմա դա այդ հոգևոր հավաքն է, ես ենթադրում եմ, որ այդ օրով տրվելու են գործողությունների մեկնարկ ինչ-որ իշխանության, սա բացասական իմաստով պատմական ջրբաժան է, եւ պատմական իրադարձությունները ցավոք սրտի նաեւ բացասական են լինում, որովհետեւ սա ըստ էության, եթե բառերը ճիշտ ընտրենք, դիվերսիա է եկեղեցու դեմ, դիվերսիա է Հայաստանի Հանրապետության սահմանադրության դեմ, որտեղ ինքնության խնդիր է եւ իրավունքի խնդիր է։
իրավունքի են առումով, որ ոտնահարվում է սահմանադրության 17-րդ հոդվածը առնվազն, այնտեղ մի շարք այլ հոդվածներ են ոտնահարվում, եւ սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն աշխարհիկ պետության սկզբունքն է խախտում, Միջամտելու։ այո, այլ նաև եկեղեցու ինքնավարությունն է խախտվում, եկեղեցու անկախությունը եւ ինքնության խնդիր այն առումով, որ փաստորեն քաղաքակրթական ամենակարևոր հենասյուններից մեկի դեմ պայքար է։ Հիմա այդ ջրբաժանին ինչ պիտի անի ընդդիմությունը, Տեսեք, մենք ցավով հասարակությունը։ մի բան պիտի խոստովանենք։ Ինչ անելուն հիմա անդրադառնա, բայց եկեք վիճակը ֆիքսենք, որ հասկանանք այդ ինչ անելու քայլերը։ Փաստացի հիմա մեր հոգևոր վերնախավը եւ նաեւ քաղաքական վերնախավը հայտնվել են մի շատ տխուր փաստի առաջ, դա այն է, որ 5 գործիքներով, որ մենք ունենք, դասական գործիքներով պաշտպանություն իրականացնել չի ստացվում, որտեւ այդ 5 գործիքներին, 5-ի նկատի ունեմ դասական գործիքներ, այս պարագայում բացասական իմաստով չեմ կիրառում։ Դասական գործիքները արդյունավետության բաշխի չեն ընկնում, որտեվ իշխանության համակարգը ամենաբիրտ ուժը գործի է դնում, ինքը չէր խորշում են բանից, որ կարող արունահեղությունը լինի, բախում լինի։ Գյումրիում տեսանք, չէ, իրանք բացարձակապես այդ իրանց չի վախեցնում, հերո չի պահում, տաբուներ չունեն այս առումով։ Դե բազմիցս արդեն Այո, եւ նոր գործիքների անհրաժեշտություն կա, ուրեմն երկու բան պետք է անենք, կարճաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքներով։ Կարճաժամկետը ինչքան հնարավոր է բոլոր տեղերում հասարակական դիմադրություն կազմակերպել, բայց այստեղ շատ կարևոր է, որպեսզի վեհապար հայրապետը կոչանի, որպեսզի չլինի, որ քաղաքական ուժերն էլ ինքնուրույն, գնացել են գործողություն իրականացնելու կամ հասարակությունը։ Հիմա մենք թերևս կիմանանք վեհապարը կամ մայրաթոռը ինչպես են ուզում վերականգնեն եկեղեցական կարգը։ Դե ասել են օրինական ճանապարհ։ Հասկանալի է, բայց այդ օրինական ճանապարհի մեջ կարող է իրազեկումը լինի, կարող է ակցիաներ լինի, կարող է հիմադրության այլ ձևեր լինի։ Ըստ այդմ պիտի որոշում կայացվի, բայց երկարաժամկետ կտրվածքով մենք ավելի լուրջ խնդիր ունենք։ Մենք չգիտենք ինչքան կերիքի Նիկոլ Փաշինյանի պոտենցիալ է այլանդակությունները անելու համար։ Ոչ միայն եկեղեցու դեմ, ինչ որ կատարվում է համատարած։ Տիմերի դեմ հարձակումներ, եկեղեցի, հետո ուրիշ փուլի են գալու, կամայական որոշելու ում գրանցի ում չէ ընտրություններում եւ այլն։ Այսինքն մենք պիտի մշակենք երկարաժամկետ կտրվածքով հասարակական սուբյեկտությունը մեծացնելու գործողությունների մի համակարգ, պլան, որտեղ առանց հասարակությանը գործոն դարձնելու մենք պարտվելու ենք այս կռվում, դե ակնհայտ է, չէ, որ ընդդիմությունը կամ եկեղեցին այլ դաշնակից չեն կարող ունենալ այս անհավասար մարդում։ Անհավասար այն իմաստով, որ այս մարդը ամբողջ ուժային համակարգը օրենքի դաշտից դուրս է դրել եւ ըստ էության ամբողջ իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի ախրանիկի դեր է կատարում բոլոր իմաստներով։ Միակ ձևը հասարակության սուբյեկտության մեծացումն է։ Հիմա ընտրություններն ենք դրան ծառայեցնելու այդ նպատակին։ Պայքարի քաղաքական այլ մեթոդներ պիտի մշակենք, դա իսկապես մտածելու խնդիր է, որովհետև տեսեք, ինքը մի բանի արդեն հասել է, մի նվաճման, եթե իհարկե դա նվաճում կարելի է համարել Փաշինյանը։ Ցանկացած լուրջ հարցի վերաբերյալ իրան հաջողվել է հասարակությանը երկփեղկել կամ բևեռացնել դա։ Պարոն Սուրենյաց, դուք ասում եք պետք է մտածել, բայց դա վաղուց էր պետք անել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը այնպես չէ, որ նոր է։ Պլանը արդեն պիտի ունենար ընդդիմությունը եւ ընդհանրապես ընդդիմադիր գործիչները եւ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած մարդիկ։ Սա այսպես, երկրորդը, տեսեք, շատ է դուք պոտենցիալին անդրադարձաք Նիկոլ Փաշինյանի, ես երկու հիմնական գնահատականի եմ հանդիպել, որ եկեղեցու դեմ արշավը այս կերպ անում է, որովհետև վստահ է իր ուժերի մեջ եւ փորձում է ջախջախել դիմադրության ամենակարևոր ինստիտուտը, որովհետև վստահ է, որ որևէ լուրջ ցասում դա չի առաջացնի եւ ինչ էլ առաջանա ինքը հստակ կառավարելու է դա, եւ երկրորդ հակառակ կարծիքն է շրջանառվում, որ սա վկայում է Նիկոլ Փաշինյանի խիստ թույլ լինելու մասին։
Հետաքրքիր կարծիքներ են, իհարկե տրամաբանորեն իրար հակասության մեջ են այդ կարծիքները, բայց միևնույն ժամանակ փոխլրացնող են այդ կարծիքը։ Հակադիր, առերևույթ հակադիր թվացող այդ վարկածները փոխլրացնող են։ Հիմա կգամ դրան, բայց առաջին ընդդիմության մասին խոսեմ։ Հարգելի Լիլիթ, թերևս կուզեք համարեք ինքնախոստովանություն, որովհետև ես այդ ընդդիմադիր համակարգի մաս եմ, եւ ես չեմ կարող հիմա որպես վերլուծաբան ընդդիմության մասին խոսել։ Ընդդիմության էլիտա, որի մաս եմ նաեւ ես, ծախողել է իր առաքելությունը, հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանը այսքան առաջ չէր կարող գալ իր ապազգային հակապետական նկրտումների մեջ։ Բա հիմա այսպես ձախողված ո՞նց է Դե ընտրությունների հիմա գիտեք, մասնակցել։ ես չասեցի անհուսալի ձախողել ենք, միշտ հնարավորություն կա խմբագրումներ, վերադասավորումներ անելու, và փորձում ենք դա անել, ինչքանով դա կհաջողի ժամանակը ցույց կտա։ Սա անտարակույս կա, որովհետև եթե ընդդիմությունը մեծ հաշվով, դա առաջին հերթին ցավոք սրտի խորհրդարանական ընդդիմությանն է վերաբերում, զուտ պատասխանատվության ավելի մեծ չափաբաժին ունենալու իմաստով եմ ասում, որովհետև եթե շատ ուժեղ ընդդիմություն երկրում լիներ, այս բաները չպիտի լինեին։ Պիտի չհանդիգներ Նիկոլ Փաշինյանը գնալ սրան։ Հիմա երկրորդ հարցին ձեր անդրադառնամ, այո, մի կողմից սա խոսում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ամբարտավանության եւ զորբայության մասին, որը ուժի գրեկասման հետևանք է, այսինքն ինքը գրեկ ուժի ֆետիշացման բանված, մյուս կողմից խոցելի լինելու մասին։ Հիմա մեր հեռուստադիտողին էլ կթվա, որ ես հակասում եմ, ոնց որ ձեր հարցն էր հակասական, հենց էլ իմ պատասխանը, բայց իրականում հակասություն չկա։ Նիկոլ Փաշինյանը շատ սանձարձակ է երկրի ներսում եւ շատ թույլ ու խղճուկ տեսք ունի այն արտաքին կենտրոնների առաջ, ում հանձնարարությամբ նաև եկեղեցու դեմ այս կամպանիան անում է։ Հետևաբար երկու գործոնն էլ ճիշտ են։ Այդ կենտրոնների աջակցությամբ ինքը ներսում քաղաքական կամ պետական բեսպրեդել է հաստատել, եւ եթե ուժեղ իշխանություն լիներ, չէր տրվելու արևմուտքի գլոբալիստական ուժերի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջին եւ չէր գնալու երրորդ հանրապետության ապամոնտաժմանը։ Եվ եթե ընդդիմությունը ուժեղ լիներ, Եվ եթե ընդդիմությունը ուժեղ լիներ, կհայտնվեր, որ Նիկոլ Փաշինյանը կանգնած է արտաքին հանձնարարություններ կատարելու եւ ներսի դիմադրության արանքում եւ այդ իշխանությունը կամ կհեռանար, կամ այդ իշխանությունը ստիպված կլիներ ընկրկել։ Բայց հիմա ունենք ցավոք սրտի այն վիճակը, որ ունենք, բայց ես ասում եմ, սրանից ոչ թե պիտի հուսահատվենք, այլ երկարաժամկետ դիմադրության պլան պիտի մշակենք, որովհետև պարզա չէ, որ մեկ ինչքան էլ ավելի չլինի, եկեղեցին հիմնահատակ կործանել չի կարող։ Հիմա մենք չպիտի հիասթափվենք, որ ինքը մի հուդա գտավ կամ մեկին գտավ, կամ եւս 15 Եվս 10-ին էլ կարող եք գտնել, որովհետև դուք հրաշալի պատկերացնում եք, չէ՞ ոնց են աշխատում։ Իդեպ, ես երեք այդ տղայի հարցազրույցը երբ որ լսում էի, հայտնաբերեցի սարսափով, որ ինքը լրիվ մտել է Նիկոլ Փաշինյանի կերպարի մեջ։ Այն կերպարի, որ մեզ ծանոթ է Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր գործունեության տարիներից։ Կհիշեք երևի։ Իսկն ինքը ընդհանրապես ինքը երբ որ խոսում էր, տրամաբանության, բանականության վրա շեշտը չէր դնում։ Իր բոլոր նախադասությունները մեկը մյուսին հակասում են։ կլոնավորել են Փաշինյանը։ Այո, այսինքն դա հատուկ մի հատ տեսակ է, իսկ դա ծնվում է, երբ որ ճնշումներ են բանեցնում մեկի վրա, կամ գայթակղում են, կամ երկուսը մեկտեղում են։ Ճնշումների միջոցով հետո բերում են գայթակղության դաշտ։ Համենայն դեպս նրա խոսքում հոգևոր բաղադրիչ անգամ չկա։ Այս անգամ այդ ֆորմալիստական բանը մի կողմ եմ դնում, որ նա կարգալույծ է եղել եւ այլևս հոգևոր մարդ չի։ Իր վարքի կանոնի մեջ ընդհանրապես ֆորմալիստական բան չկա։ Երեք ես սարսափով տեսա, որ եկեղեցու տարածքը վերածել է ռազմբորկայի դաշտի։ Եվ վերջո այնքան պարկեշտ պիտի լինի, ինքը լիներ վերադասության կարգով իրեն այցի են եկել 2-3 այլ հոգևորականներ, որոնք դիվանապետի նամակն էին բերել, չէ՞, նա կարող էր գոնե քաղաքավարական կանոնները այդտեղ պահել։ Չէ, թեժացրեց։ Չէ, ինքը հատուկ թեժացրեց, որովհետև այն խուժանը, որ հավաքված էր իր թիկունքին, այդ խուժանին մոտիվացնելու միակ ճանապարհը
հենց այդպեսի ագրեսիվ վարքագիծն է։ Այդ խուժանի կառուցվածքը մենք շատ լավ գիտենք, չէ՞, դա այն մարդիկ են, որոնք տաբուներ չունենալով 6-7 տարիներին ընթացքում եղել են Նիկոլ Փաշինյանի սոցիալական հենարանը եւ ըստ էության բերել են այս ավերը։ Պարոն Սուրենյաց, երբ խոսում ենք եկեղեցու դեմ արշավի մասին, դուք էլ եք դա նկատել, ասել եք, որ Փաշինյանը որոշակի փորձարկումներ արեց եւ ըստ այդմ մարտավարություն փոխեց։ Սա մի բան է, որը զգալիորեն պակասում է ընդդիմությանը, որովհետեւ երբ որ ընդդիմությունը սահմանում է նպատակ, այդ ճանապարհին պատրաստ չէ մարտավարություն փոխել, որովհետեւ կամ չունի Նույնիսկ չէ լինում մարտավարություն, որ փոխելու մասին։ եւ արդյունքում ոչ նպատակին է հասնում, ոչ էլ փորձեր է անում, կամ հաճախ նպատակն են վերաշարադրում այլ բան, նշաձողը իջեցնում։ Բայց միևնույն է, ճանապարհ չեն տեսնում դեպի այդ թեկուզ վերափոխված նպատակը հասնել։ Ի վերջո, կամ մեկ ձախողումից հետո Նշաձող են իջեցնում, շատ ճիշտ։ Մոտավորապես ոնց որ հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացում Նիկոլ Փաշինյանն է խեղճացած ստորացված վիճակում եւ անդադ նշաձողեր է իջացնում։ Երկրի ներսում էլ իշխանություն ընդդիմություն հարաբերություններում ցավոք սրտի երկրի ներսում Նիկոլի դերը կատարում է ընդդիմությունը։ Նշաձող են ընդդիմությունն է անդադ նշաձողեր են իջեցնում։ Ու այսպես շարունակ համաձայն եմ։ Եվ այդ պարտվողական տրամադրությունները իրականում ընդդիմությունն է հանրության մեջ տարածում, որովհետև հաճախ երբ սուր հարցադրումներ են կանում, ասում են ինչու եք պարտվողական տրամադրություններ տարածում, դուք եք այդ իրականությունը ստեղծել եւ այդ հարցադրումները ուղղակի այդ իրականության մասին են եւ այդ իրականությունից ելքեր փնտրելու մասին։ Ես ձեր հետ միանգամայն համաձայն եմ։ Այստեղ առաջին հերթին ընդդիմությունը պետք է անկեղծ լինի հասարակության հետ։ Հա, մենք զախողվել ենք։ Որովհետև եթե հիմա բոլորս մեր հերթին, ամեն մեկս մեր հերթին բարձրաձայնենք, որ այ մեր մասով ամեն ինչը ճիշտ են արել, գուցե մյուս սեգմենտը ճիշտ չի արել, մյուսը մյուս, շուտ լավ տեղ չենք գնալու, որովհետև մենք բոլորս ենք զախողել։ Հակառակ բարագայում, ասենք, դիմադրության նման փոշիացում տեղի չէր ունենա ուղղակի։ Ճիշտ է, ինչ-որ բան են չենք անում։ Իմ կարծիքով սկզբունքորեն երկու բան ճիշտ չենք անում նույնիսկ։ Նախ չունենք ռազմավարություն, որտեղ ռազմավարությունը ինքը ենթադրում է, որ հստակ ֆիքսված նպատակ ես ունենում եւ մի քանի ճանապարհային քարտեզ դրան հասնելու է, շատ ճիշտ նկատեցիք։ Ռազմավարությունից հիմա գամ մարտավարությանը։ Պետք չի իմպիչմենտի օրինակ գործընթացի ձախողումից թևաթափ լինել եւ ընդհանրապես անտեսել ընտրությունները, կամ չի կարելի հիասթափվել, երբ որ մի ճակատում պարտություն ես կրել, չմտածես երկրորդ ճակատում դիմադրություն կազմակերպելու մասին։ Հիմա ես սկզբունքային մի հատ խնդիր եմ դնում։ Առաջին սխալ ենք կոմունիկացվել հասարակության հետ։ Հիմա պարզ է, չէ, ինչքան էլ ես իրականությունը կոծկեմ, դուք ինձանից շատ ավելի լավ գիտեք, որ հասարակությանը Նիկոլ Փաշինյանը մատնել է այնպիսի շփոթի տեղեկատվական, որ նույնիսկ պետականության հիմնադրույթների շուրջ էլ մենք բանը կոնսենսուս չունենք հանրային։ Հիմա եթե գանք այդ տրամաբանական եզրակացին հասնենք, կտեսնենք, որ նույնիսկ պետականություն ունենալ չունենալու շուրջ, գուցե մեր հասարակությունը այլևս կոնսենսուս չունի։ Եվ այստեղ կոմունիկացիայի խնդիր կա նշանակում հասարակության հետ, որը ձախողել ենք, ու անկեղծ չի լինի, եթե ասենք տեղեկատվական շրջափակման հետևանքով է դա եղել, որտեղ ձերպես տասնյակ անաչառ տաղավարներ կան, որտեղ ընդդիմությունը հյուրընկալվելու հնարավորություն չէ ունի։ Այդ նշանակում է լավ չենք բացատրել, ճիշտ օրակարգով հասարակությանը չենք ներկայացել։ Եվ վատն այն է, որ կոմունիկացիայի միակ տարբերակ դա է ընկալում ընդդիմությունը, հարցազրույցներ տալը։ Հարցազրույցը քաղաքական գործ չի, կարևոր աշխատանք, հա, շատ կարևոր։ Բայց միակը չէ։ Բայց մենք մեզ նեղություններ չենք տվել հասարակության մեջ երևալու, գյուղ առ գյուղ շրջելու, մարդկանց բացատրելու։ Երեք մի հատ Նիկոլ Փաշինյանը մի հատ դաժան ճշմարտություն էր ասում։ Ամենաշատ գյուղերում եղած քաղաքական գործիչն է։ Մեկ է պիտի ճշտել դա, պարոն Սուրենյանց, որովհետև այդ մարդը հայտնի է ստախոսությամբ։ Չէ, վարչապետի նկատի, չէ, գործող գործիչներից նկատի ունեմ։ Ընդդիմադիր լիդերները ավելի քիչ են գյուղ գնում։ Ճիշտը խոսենք, մեկը ես։ Քանինք անդադ
Ճիշտ է, այդ մասովկեն ապահովում են, մենք գիտենք, նույն խումբը հաճախ տեղից տեղատարվում։ Ընդդիմությունը արմատական վերափոխման շեմին է։ Ես գիտեմ, հիմա շատ բնական հարց առաջանալու, բայց ժամանակը։ Եթե ժամանակ կորցրել ենք, ինչ-որ բաներ անդառնալի կորցրել ենք, դա չի նշանակում հիմա էլ դրանից պիտի թևաթափ լինենք, հանգստացնենք, էլի բաներ կորցնենք։ Տեսեք, պարոն Սուրենյանց, շատ հաճախ իշխանությունը նվերներ է տալիս ընդդիմությանը շատ լավ փաթեթավորված ձևով։ Դուք անդրադարձել եք վերջերս բեռնատարների վարորդների խնդրին, նշելով, որ պետական անգործությունը հասարակական պայթյուն է առաջացնելու, բայց ընդդիմությունը ունի մեծագույն տաղանդ, անգամ այդ հասարակական լուրջ բողոքները չի կարողանում կապիտալիզացնել, ու սա առաջին դեպքը չէ։ Դուք ձեր հարցով շարունակում եք իմ ասելիքը։ Տեսեք, թյուր եւ սխալ են պատկերացումը, որ այն խոսույթը, որը ընդդիմադիր բառամթերքում գերակշռո է եղել վերջին 6-7 տարիներին, անթերի է եւ նպաստում է հասարակական կոնսոլիդացիային։ Ինչքան էլ մենք ունենանք անվտանգային խնդիրներ, ազգային աղետ, դրանից բխող բոլոր մարտահրավերներով, մեր հասարակության լայն շերտերին նաև հետաքրքրում է խնդիրների այն համախումբը, որը վերաբերում է իրենց կյանքի որակին։ Դրա մեջ է մտնում նաև այդ արդարության սրված դեֆիցիտը, չէ՞։ Հիմա, բայց երևի դուք նկատած կլինեք, որ ընդդիմադիր խոսույթում արդարության թեման, մարդու կենցաղի թեման, մարդու կյանքի որակի թեման շատ թույլ է արտահայտված եղել այս անցած 6-7 տարիներին։ Հենց դրանով ենք մենք այս դուրս դրել հասարակության դարդու ցավից։ Մեր են ասելիքին, ազգային, անվտանգային, արտաքին քաղաքական, պաշտպանական հարցերում ճիշտ է եղել, բայց բավարար չի եղել կոնսոլիդացնելու հասարակությանը, որտեղ մեզանից որևէ մեկի օրակարգում շարքային քաղաքացին իրեն չի գտել։ Սրանից հմուտ օգտվում է Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ, երբ մենք թոշակառուին կամ իր խնդրին անտեսել ենք, ինքը մի հատ 2000 դրամով թոշակ բարձրացնելով կարողանում է այդ մարդկանց մի մասին վերակողմնորոշվել դեպի իր կեղծ վարդապետության դաշտ, հա, քաղաքական։ Ես ներողություն, մի ցավալի օրինակ պիտի բերեմ ներողություն ընդհատելու համար, երբ մի ամբողջ սերնդի ելակ կերակրեց, հետո տարավ պատերազմի ու մի ամբողջ սերունդ հիմա եռաբերում պարկած է, հիմա ընտրություններից առաջ ասում է կես տարով ծառայությունը կրճատելու եմ։ Այո։ Գիտեք սարսափելին ինչն է, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության ողբերգական հետևանքները հասարակության մեծ մասի համար տեսանելի են լինում, ու դա այդպես է, երբ որ այդ սխալ քաղաքականությունը հանգեցնում է ողբերգության, չէ՞, ու մենք չենք կարող ասել, որ այս ելակով եւ այլն ինքը մի շատ կարևոր բանի է հարվածում, ինստիտուցիոնալ առումով կայացած կառույցի է հարվածում։ Այսինքն պիտի ինչ-որ առիթ լիներ հետևանքի հետ առերեսվել հասարակությունը, նոր հասկանալ։ Ինչ վերաբերում է ձեր վերած օրինակին, գիտեք, որևէ մեկս բանակային ռեֆորմին դեմ չի, բայց բանակային ռեֆորմ ամենանուրբ ռեֆորմն է ամբողջ աշխարհում։ Ես որ մի հատ օրինակ էլի բերեմ ձեզ, անշուշտ դուք էլ լսած կլինեք կամ հետևած կլինեք, օրինակ Գերմանիայում, ժամանակակից Գերմանիայում արդեն 4 ամիս է խորհրդարանական իշխող կոալիցիայի երկու սեգմենտները չեն կարողանում կոնսենսուսի գալ զինվորական պարտադիր ծառայությունը չվերականգնելու հարցում։ 4 ամիս է, որտեվ 4 ամիս շարունակ երկու սեգմենտները խորհրդարանական կառավարող կոալիցիայի վիճում են իրեն շուրջարկա մասնագիտական երկու տարբեր ուսումնասիրությունների հակադրության հիմքով։ Ուրեմն բանակային ռեֆորմ անհրաժեշտ է, բայց դա պիտի մասնագիտական հաշվարկի վրա տեղի ունենա, ոչ թե մեկի կմահաճությունը բավարարելու կամ մեկի էլեկտորալ անհագուրդ ցանկությունը բավարարելու նպատակով։ Պարզ է, չէ՞, ինչի դա չեն արել անցած տարի։ Ինչի դա չեն արել նախանցած տարի։ Որովհետև անցած տարի էլեկտորալ խնդիր չունեին, այսինքն դիմաց ընտրություններ չէին, իրենք այդ խնդիրը չունեին։ Միանշանակ ձեզ ասում եմ, որ 25%-ով այս ռեֆորմի պատճառով բանակը կրճատվելու է։
Ես դա ասում եմ ոչ թե որովհետև ընդդիմադիր եմ եւ հակադրվելու ինչ-որ բան պիտի գտնեմ։ Բանակի հարցում ես չեմ կարող ընդդիմադիր լինել կամ որևէ պատասխանատու քաղաքական գործիչ, այլ որովհետև ես ժամանակից մեջ տեղ եմ ունեցել, հանդիպել եմ Բարձրաշան մի քանի սպաների նախկին, որոնք մասնագետներ են եւ տիրապետում են ինչ-որ տեղեկատվության, որին կարող եմ ես չտիրապետել, այդ մարդիկ ինձ հիմնավոր փաստերով, որոնց մի մասը չեմ կարող հնչեցնել, որտեղ պետական գաղտնիք է, հիմնավորել են, որ այս չակերտավոր ռեֆորմը բերելու է բանակի կրճատման մոտավորապես 25%-ի չափով։ Ուրեմն եկեք հասկանանք ինչա կատարվում։ Մեկը էլեկտորալ խնդիր է լուծում, բայց ամենագլխավորը, որ բերում է բանակային այս չարաբաստիկ ռեֆորմի, դա Բաքվի դենացիֆիկացիայի պահանջն է։ Դեմիլիտարիզացիայի եւ դենացիֆիկացիայի պահանջն է։ Ադրբեջանը ասում էր, չէ՞, Ալիևը շարունակ ասել է, որ ձեր զինված ուժերը զարգացման պոտենցիալ չպիտի ունենան, որ դա պիտի լինի մեր վերահսկողության ներքո։ Հիմա տեղի է ունենում դա։ Դա քաղցր, թունավոր քաղցրավենիք է, որը նա վաճառում է մեր ժողովրդի վրա, մի կողմից քվեներ ձեռք բերելու, հունվարից ես ինֆորմացիա ունեմ, որ ինչ-որ X թվով բարձրացվելու են նաև կենսաթոշակները, այսինքն նա հասարակության ամենազգայուն խնդիրներով հասարակական շատ մեծ խմբերի բանի վրա է խաղում, բայց մենք չենք օգտագործում հասարակության 3 խավերի որպես ընդդիմություն, իրենց խնդիրները կապիտալիզացնելով ու ձևակերպելով։ 3 խավ կա հասարակության, որ տենչում է փոփոխություններ։ Երիտասարդները։ Երիտասարդներին թողենք։ Դա էլ իր հերթին։ 3 խավ կա, որոնք կեղեքվում են այս համակարգի կողմից։ Մեկը ամեն օր տրանսպորտով գործի գնացող եկող մարդն է, որի եկամուտները ուղղակի էս ինֆլյացիային չեն դիմանում, մյուս խավը փոքր բիզնեսն է, հարկային համարտեցումից հետո այս մարդիկ ուղղակի կեղեքվում են, բառի իսկական իմաստով, մեր կուսակցություններում փոքր գործարարները շատ են, շատ լավ գիտեմ այդ խնդիրները։ Եվ երրորդը այսպես կոչված ոչ պալատական սազանդարներից դուրս գտնվող մտավորականներն են, հա? Այն ուսուցիչը, բժիշկը, ինժեները եւ այլն, որ սեփական այս 3 խավերը հսկայական թիվ են։ Բայց իրանք ուզում են մեզանից ոչ միայն ուռա հայրենասիրական ելույթներ լսել, կամ հենց իրական հայրենասիրական, այլ իրենց խնդիրների լուծման բանալին, որտեղ մարդկանց սահմանի ամրությունից, եկեղեցու վեհությունից բացի հետաքրքրում են նաև իրանց օրվա հացի խնդիրը, երեխայի ուսման վարձի խնդիրը եւ այլն եւ այլն։ Ես դրա համար եմ շատ կարևորում, որ տեսեք մենք օրինակ որպես կուսակցություն հիմա միացել ենք Ծառուկյանի առաջարկ Հայաստանին այդ նախաձեռնությանը, չէ՞։ Այդ ծրագիրը ես ինչ եմ կարևորում։ Մի քանի անգամ ասել եմ, որտեղ այդ ծրագրի շրջանակներում նախատեսված է, որ մենք պիտի շրջան առ շրջան լինենք, բացի գլոբալ խնդիրները, որ նույնիսկ մարդկանց հետ չշփվելով կարող ենք ձևակերպել, հա, անվտանգային պաշտպանական եւ այլն, կա խնդիրների մի համակարգ, մարդու կյանքի որակին վերաբերող, արդարության խնդրին վերաբերող, դրանք միջև ընդդիմությունը չձևակերպի ու նաեւ դրանց շուրջ հանրության հետ դիսկուսիա չունենա, այն գլոբալ հարցերում ընդդիմադիր կոնսոլիդացիա, հանրային կոնսոլիդացիա ապահովել մենք չենք կարող։ Պարոն Սրենյանց, ամփոփելու համար մեր զրույցը իշխանությունը համակարգված ձևով պատրաստվում է ընտրությունների, ընդդիմությունը իր ձևով, սա չի վերաբերում Սամվել Կարապետյանի ձևին, հասկանալի։ իր ձևով, այո, մեր ձևովը, իմ ձևովը, նրանց ձևովը մեր սիրած արտահայտություններից է եղել, որը դարձավ ցավոք սրտի քրեական արարք իշխանության ըստ իշխանության գնահատականի։ Այո։ Հիմա խոսելով ընտրությունների մասին, տեսեք, պարոն Սրենյանց, ընտրությունից առաջ ինչ ունենք։ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետը սպանված է։ Գյումրիի ընդդիմադիր համայնքապետը կալանավորվեց։ Հիմա մեկին էլ են կալանավորում։ Մասիսի համայնքապետը այդ ճակատագրին է 5 արժանանում։ րոպե պակաս ռեժիմում։ Արդեն անոնսվել է այդ մասին եւ իդեպ Դավիթ Համբարձումյանը հետաքրքիր մեսիջ առաջ բերեց, ասելով, որ Հայաստանում չէ, վերադառնալու է եւ պայքարելու են։ Այո։ Պայքարելու ենք։
Այդ մոտեցումը պիտի խրախուսվի, ոչ թե փախուստը։ Եթե դիտարկում ենք նաև Սամվել Կարապետյանի ռեսուրսը, այս համադրությունը, այսինքն մի կողմից իշխանության անսահման ռեպրեսիվ գործողություններ, մյուս կողմից ոչ այնքան լավ մարզավիճակում մեղմ ասած ընդդիմություն, որի դիմադրողականությունը ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը ավելի ու ավելի է ճնշում։ Երկու կարևոր հետևության ինձ բերեցիք ձեր հարցով։ Առաջինը նախ Դավիթ Համբարձումյանի այդ բանը կոչը ասեմ, ուրեմն Դավիթին ես շատ վաղուց եմ ճանաչում, ընդ որում ոչ քաղաքական, այսինքն ոչ միայն քաղաքական առումով եմ ճանաչում։ Դավիթին ճանաչած սկզբունքային մարդկանցից մեկն է, որը պայքարելուց չի վախենում։ Երբ որ երկրում կգտնվեն մոտավորապես 500 գործիչներ, որոնք գիտակցված կալանքից չեն վախենա, կամ անկանխատեսելի թվացող կալանքից, չեն վախենա, իշխանության ռեսուրսը ռեպրեսիա անելու կվերջանա։ Վստահ եղեք։ Այսինքն ընդդիմադիր գործիչը միայն բամբակի մեջ աճելու համար չի։ Մեր տիպի ավտորիտար երկրներում ընդդիմադիր գործիչը դատավճիռի պես մի բան է։ Աստված մի արասե դառնում է գերեզման գնալու պես ոնց որ պատահեց Վալոդյա Գրիգորյանի պարագայում, շատ դեպքերում դառնում է կալանքի ձևով։ Ես ինքս 2 հատ քաղաքական կալանք եմ տարել։ Եվ ընդդիմությունները միշտ հաջողում են, երբ որ գիտակցված կալանքի հեռանկարը չի վախեցնում ընդդիմադիր առաջնորդներին, որտեղ իշխանությունը ռեսուրս չունի հասարակության շատ մեծ խմբերի կալանավորելու։ Ինչի հաջողվեց Ղարաբաղյան շարժումը, որովհետև հենց 11-ին կալանավորեցին, Ղարաբաղ կոմիտե ծնվեց, էլի 11 հոգուց բաղկացած։ Կարող ենք լուծել այս խնդիրը, այսինքն այնպիսի առաջնորդություն ձևավորենք, որ մարդիկ պատրաստ լինեն նաև կալանվելու, բայց չընկրկեն պայքարի գաղափարից, սա մեկ, երկրորդը մենք ունենանք բազմաշերտ ընդդիմություն, որտեղ կալանավորված գործչին փոխարինում են նորերը, եւ երրորդ ամենակարևորը, այս միագծությունից մենք պիտի դուրս գանք։ Սարսափով հայտնաբերել են, որ մեր տակտիկան իշխանության կողմից այնքան կանխատեսելի է, միագիծ է։ Իսկ այդ դեպքում հեշտ է, չէ, կասեցնելը։ Մենք պետքա բազմաշերտ պայքարի բանի մասին մտածենք, այդ գործողությունները պետքա բազմաշերտ լինեն, իշխանության համար անակնկալներով, ու կարևորը, եթե քո դեմ ռեպրեսիայով են պայքարում, դու բազմակենտրոն պայքար պիտի ունենաս, որ ոստիկանության ուժերը օրինակ չհերիքեն։ Բարձ բան եմ, չի ասում։ Ընդդիմությունը նախ կարգավորի ժամանակի զգացում։ Հիմա ես գիտեմ, որ ապաթիա կա, բայց ապատիկ տրամադրությունները ես չէի ուզենա պատճառ լիներ, որ մենք ընտրությունների գաղափարից հրաժարվենք, որովհետև ընտրությունները արժանավատ փոփոխության շատ կարևոր գործիք է։ Եվ հետևաբար, հիմա այս առաջի քայլը արել եմ, քաղաքական հիվանդությունը խոստովանել եմ մեր։ Երկրորդ քայլը շատ արագ է պետք է անենք, հետազոտվելն ու բուժման կուրս անցնելն է, քաղաքական առումով եմ ասում։ Հավատացեք, այդ ձևով կարող ենք խնդիրները լուծել։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։